Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սելայնակիցներ սպառողների իրավունքների պաշտպանությունն Հայաստանում իրականում խայտառակ մակարդակի վրա գտնվում։ Եվ ինչ էլ արվի մեկ անելու շատ բան կա։ Պարզ բան եմ ասում, մտնում ես սուպերմարկետ, խնձորաշարած, գինը գրածա, մեկ էլ հանկարծ գին, բայց արդեն ոչ թե 1 կիլոյի համար, այլ 100 գրամի համար։ Առնողա լավ, չի տեսնում, ինչ իմանա։ Մեկ է պարզում այդ խնձորը 3000 դրամ է, ոչ թե 300 դրամ է։ Մյուս խնդիրը, լավ, կա ջուր, Էվիան, 750 միլիգրամ, ներողություն, միլիլիտր։ Եվ կա հայկական պրոտոտիպ, որ չնայես, նույն գունային գամա, բայց մեկ է մյուսից մի 4 անգամ թանկ, ոչ միայն արտադրողն է անբարեխիղճ, այլ նաև սուպերմարկետն է անբարեխիղճ, որտև երջանիկ պատականությամբ Էվիանը եւ այդ շիշը իրար կողքի դրածը։ Այսինքն այդ բոլոր հարցերը պետք է հստակ իրենց լուծումը ստանան։ Բայց իմ ասած ուրիշ է, քանի որ հարցերը բերեցին մի քիչ ավելի լուրջ քննարկման, ավելի լուրջ թեմայի քննարկման, որը քաղաքատնտեսական գաղափարախոսական մակարդակի վրա է։ Ես կատեգորիկ համաձայն չեմ, որ ասում են խտրականություն չպետք է լինի։ Պետք է լինի խտրականություն եւ խիստ խտրականություն։ Խիստ խտրականություն պետք է լինի, դա պետք է լինի պոզիտիվ խտրականություն։ Այսինքն տեղական արտադրողը պետք է պոզիտիվ խտրականության, պոզիտիվ դիսկրիմինացիայի ենթարկվի։ Եվ սա առևտրի համաշխարհային կազմակերպության հետ կապ չունի բացարձակապես։ Եթե դու քայլ ես դիմում, դիմացինը իրավունք ունի քո նկատմամբ պատասխան քայլ դիմի։ Հիմա Ամերիկա, օրինակ, պարզ մանավանդ տեսո դրա մասին խոսել չկա էլ։ Տեսեք Միացյալ Նահանգները ինչ անում, տարիֆները խեղդում է։ Դեմ ես, նույնը դու արա։ Ինքը իր շուկան պաշտպանում է։ Նույն Եվրամիությունը 100 տարի է ինչ անում, ասում, եթե դու մարդ ես ընդունում աշխատանքի, ոչ Եվրամիության քաղաքացի, պետք է հիմնավորես, որ չկա Եվրամիության քաղաքացի, որը ունի նույն հմտությունները, որը էլի արտադրության գործոններից մեկի նկատմամբ դրական դիսկրիմինացիա է։ Եվ այստեղ նույնը կարող է լինի պետական գնումների մակարդակին, Դանելյանի ասած խանութում, մեծ խանութում առևտրի կազմակերպման բնագավառում պոզիտիվ դիսկրիմինացիայի մասին, այլ տարբերակ չկա։ Իրանք ինչ պետք է անեն մեր նկատմամբ։ Միևնույնն է, մեր արտահանման նոմենկլատուրան, որ նայում ես, ինչ ենք արտահանում, 41 միլիարդի ոսկի, ուր ենք արտահանում։ Այսինքն եթե դու դիսկրիմինացիայի ենթարկես, դու տեղ չես տնեն, որ դիմացինը քո նկատմամբ դիսկրիմինացիոն քաղաքականություն վարի։ Այս պատուհանը ինչ-որ մի պահի փակվելու է, քանի բաց է, պետք է ընդհակառակը գնանք տեղական արտադրողին խրախուսման ճանապարհով։ Շնորհակալություն։